Մենք ներկայացնում ենք Արտենիի հիմնական դպրոցը։ Մասնակցում ենք աշխարհացույց կրթական հարթակի կազմակերպած Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին մրցույթին։ Ընտրել ենք մեծն շանսոնիեին, որը նվաճեց աշխարհը, քարտեզագրելով Շառլ Ազնավուրի ուղին թեման, քանի որ մեծ շանսոնիան թողել է հարուստ ժառանգություն։ Նախագծային աշխատանքի նպատակներն էին ձևավորել և զարգացնել հետազոտական աշխատանքները կատարելու հմտությունները, զարգացնել աշխարհացույց հարթակի գործիքներին տիրապետելու հմտությունները, քարտեզագրել Շառլ Ազնավուրի անցած ուղին, օգտագործելով աշխարհացույց հարթակի գործիքավորումը։ Նախագծային աշխատանքի խնդիրներն էր. Ինչ եմ ուզում իմանալ աշխարհահռչակ շանսոնիեի կյանքի, գործունեության, ժառանգության մասին։ Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներն են. գտեր վերլուծել համադրել ենք տեղեկույթ տարբեր աղբյուրներից, զարգացրել ենք հետազոտելու, համագործակցելու կարողություններն ու հմտությունները, ծանոթացել ենք աշխարհացույց հարթակի գործիքներին և դրանց օգնությամբ քարտեզագրել ենք Շառլ Ազնավուրի անցած ուղին, ստեղծել ենք ալբոմ, ցուցատախտակ, կազմակերպել ենք միջոցառում, դիտել ենք Մսյո Ազնավուր գեղարվեստական ֆիլմը։ Աշխատանքն սկսելուց առաջ կատարել ենք տերերի հստակ բաշխում։ Հետազոտողները այցելել են դպրոցի և համայնքի գրադարաններ, ընտրել են Շառլ Ազնավուրի կյանքի և գործունեության վերաբերող ինքնակենսագրական և հեղինակային գրքեր, ուսումնասիրել և հավաքագրել տեղեկություններ Ազնավուրի ծնողների, մանկության, ընկերների, երեխաների անցած ուղու մասին։ Տեղեկություններ են հավաքել նաև համացանցից, օգտվելով տարբեր աղբյուրներից։ Ստեփանյան Թամարան այցելել է Ազնավուրի կեցավայր և հարցազրույց է վարել տարբեր աշխատանքիչների հետ։ Խմբագրող. խմբի անդամները հավաքագրված տեղեկությունները մանրամասնորեն ուսումնասիրել, համադրել, վերլուծել և խմբագրել են։ Զատիկյան Նարեկը և Սահարյան Հայկը ցանկացել են նկարել Ազնավուրի դիմանկարը։ Պողոսյան Նարգիշնին զբաղվել է ընտրված նկարների հոդվածների տպագրությամբ։ Կազմել են ալբոմ, ցուցատախտակ, կազմակերպել են միջոցառում, կատարել ենք Շառլ Ազնավուրի երգերից։ Համակարգողները. Ստեփանյան Թամարան և Մխիթարյան Ադասյան մասնակցել են աշխարհացույցի կողմից կազմակերպված սեմինարներին, ծանոթացել են նորարարական և տեխնոլոգիական հնարավորություններին, նրանց տրվել է խորհրդատվական մեծ աջակցություն, դասընթացի կազմակերպիչները սիրով և մեծ համբերությամբ պատասխանել են բոլոր հարցերին։ Աշխարհացույցի գործիքակազմի օգնությամբ քարտեզագրել են Շառլ Ազնավուրի անցած ուղին, ստեղծել են փիներ, ցուցադրություն, որտեղ ներառել են հետազոտող և խմբագրող խմբերի տրամադրած հոդվածները, նկարները, տեքստերը, տեսանյութերը, արխիվային նյութերը, հարցազրույցները։ Առանձին պիներով ներկայացրել ենք թիմի կատարած բոլոր աշխատանքները, ստեղծել է պիները և 35 սահիկ, ցուցադրություն։ Շառլ Ազնավուրի անցած ուղին մեզ շատ ոգեշնչեց և շատ դասեր տվեց։ Մենք հասկացանք, որ չպետք է հուսահատվել, հանձնվել կյանքում դժվարությունների հանդիպելիս, այլ պետք է ուժ հավաքել, դիմանալ, շարունակել գործել Շառլ Ազնավուրի օրինակով։ Գնանք մեր նպատակի հետևից։ Մենք շնորհակալություն ենք հայտնում աշխարհացույց կրթական հարթակի և Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին, մրցույթի կազմակերպիչներին նման աննախադեպ ծրագրի և մեզ ընձեռնած հնարավորության համար։ Մենք ոչ միայն խորությամբ ուսումնասիրեցինք մեծ շանսոնիեի անցած ուղին, այլև ծանոթացանք աշխարհացույց հարթակի գործիքակազմին, ձեռք բերեցինք հմտություններ և կարողություններ նախագծային աշխատանքի իրականացման գործում, որն արդեն իսկ մեծ ձեռքբերում ու հաղթանակ է։ Թվականին ծնվել Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում, իր հայրը եղել է Մամիկոն Ազնավուրյանը և մայրը Քնար Բաղդասարյան։ Նրանք Ֆրանսիա են տեղափոխվել հարց ցեղասպանության արդյունքում, ինչպես որ շատ հայեր և ինչպես որ ձևավորել են մեր մեծ հայկական Ով տեղից են գաղթել։ Շառլ Ազնավուրի մայրը ծնվել է Արևմտյան Հայաստանի Իզմիտ քաղաքում, հայրը ծնվել է Ախալցխայում, որը Վրաստանում է գտնվում, բայց այնպես է ստացվել, որ հայրը Ստամբուլում է եղել շրջագայությունների և մայրը այդ պահին Ստամբուլում սովորում էր, այնտեղ ծանոթացել են և երբ սկսվել են այդ դեպքերը ցեղասպանության, իրենք միասին արդեն գաղթել են նախ Բուխարիա, հետո Հունաստան և Հունաստանից հետո նոր եկել են նավով Ֆրանսիա, որտեղ և ապրել են